երբ առաջին անձին ձերբակալեցին ու որպես հանցագործ, որպես սպանող ներկայացրեցին եւ այնուհետև ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը միանգամից հայտարարություն անան, որ սա ինչ-որ փետրվարյան դեպքերի շարունակությունը, սա ուղղակի մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է, որ ոստիկանությունը դատարանի գործառույթ է իրականացնում եւ արդեն գնահատական է տալիս կամ սրա համար առնվազն գոնե պետք է մեղադրական եզրակացություն լիներ ուղարկեին դատարան, այսինքն ընդամենը երևի չէին է հասցրել որ նախնական ցուցմունքների հիման վրա արդեն հայտարարություն են անում, որը ամբողջ իշխանության դաշտը լցվում է հենց այդ գծին, որ այ տեսեք փետրվարյան այդ սպանվողի եղբոր կողմից է իրականացվել սպանությունը, ակնհայտ է, որ սա ինչ-որ վրեժխնդրություն է։ Հետո հաջորդ օրը այդ գիշերը ձերբակալում են արդեն մեկ այլ անձի, որը այս պահի տեղեկատվությամբ ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ փաստացի ստացվում է, որ 2 օրվա ընթացքում իրապահ մարմինները հրապարակային 2 տարբեր անձանց ներկայացնում են որպես սպանություն կատարող եւ դրա շրջանակներում տալիս գնահատականներ, թե ինչ է տեղի ունեցել։